Դե նախ վարչապետը ասաց, որ այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից եւ առանձին երկրներ, ովքեր չեն ուզում գործ ունենալ որևէ կերպ Ռուսաստանի կամ նրա կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների նախագծերի հետ, ուզում են շրջանցել Հայաստանը։ Դե սա փաստ է եւ որևէ մեկը առանձնապես չի թաքցնում նույն այդ երկրները, ովքեր ուզում են շրջանցեն։ Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի մեկ, եւ մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները մոդեռնիզացվեն երկու, մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկաթուղիները առնվազն քիչ առաջ Գյումրի կարծիքից ենք խոսում, ֆիզիկապես այդ պակասող 2 կիլոմետր կամ ինչքան է կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ կարծով, մյուս կողմից նաև Երազ Նախիջևան, դե ամենահարավն էլ քննարկեցինք Թրիպը։ Հիմա այդ կառավարող ընկերությունը եւ երկիրը, որին պատկանում է այդ ընկերությունը, պետքա դիրքավորվի այս հարցի շուրջ։ Եթե կառուցում են, մոդեռնիզացում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, այլ իրողություն է, այն ժամանակ պիտի մտածենք այլ լուծումների մասին։ Ինձ տենց հստակ վերջնական դիրքորոշում հայտնի չի։ Պարոն Միրզոյան, տեսեք, շատ է խոսվում այս շրջանում հիբրիդային հնարավոր պատերազմի մասին, սլաքները ուղղվում են դեպի Ռուսաստան, Հայաստանի իշխանություններն էլ ըստ էության արևմուտքից են աջակցություն խնդրում առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դուք ձեր ռուս գործընկերների հետ, օրինակ այդ հարցը բարձրացել եք, ինչ եք հիբրիդային պատերազմ իրականացնում Հայաստանում, սա առաջին հարցը գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված ինչ նորություններ են հայտնի, ինչ է լինելու, արդյոք նրանց Հայաստան վերադառնալը որքանով է հավանական այս ընթացքում եւ երրորդ հարցն էլ ներողություն, որտեղ էլ չնորի հարցամ եւ երրորդ հարցը տեսեք ազգային անվտանգության եկեք ընդհատենք երրորդ հարցը չլսենք մյուս գործը ազգային անվտանգության ծառայության հարցերը ազգային անվտանգության ծառայության էր որ օրինակ կաթողիկոսի եղբայրը KGB-ի գործակալ է Ձեր մասով էլ ժամանակի մի փաստաթուղթ էր հրապարակվել։ Ես շնորհակալ եմ այս հարցը։ Դրան էլ անդրադարձել։ Լավ։ Երկրորդ հարցը ամենահեշտն է, մի րոպե, երկրորդ հարցը որն էր։ Գերիների։ Հա, ուրեմն պահվող անձանց գերիների վերաբերյալ դիրքորոշումը մեր նույնն է, ես նույնը համարյա գրեթե բառացիպ կրկնեմ, ես գերադասվում եմ այստեղ ավելի շատ բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, աշխատել, երբ որ արդյունք է լինում, դա ողջ հանրությունը տեղեկացվում է։ Մենք ողջունում ենք վերջին ուրեմն 4 գերիների ազատ արձակումը եւ վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց հնարավորինս շուտապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաեւ Ադրբեջանի եւ առաջերտին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա կրկին, էս այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ, աշխատում ենք շատ լավ, իհարկե դա մեր չի կարող վերանալ մեր օրակարգից։ Արդյունք լինում է, բոլորդ միանգամից իմանում եք եւ ոչ ինձնից, էլի։